Սկանդալ է Շենգավիթի համար 143 մսուր մանկապարտեզում։ Մանկապարտեզ է պատրաստվում վերադառնալ նախկին տնօրեն Ռուզաննա Դանելյանը, որը ծնողների պնդմամբ տարիներ շարունակ յուրացրել է երեխաների բաժին սննդի մի մասը, կեղծ հաստիկներ ձևակերպել ու հափշտակել փողերը։ Այս առողջ մթնոլորտից հետո վերադառնալ նորից այդ անառողջ միջավայր, միայն այն պատճառով, որ հանցագործությունը ժամանակին չի բացահայտվել եւ իրավապահ մարմինները անգործության են մատնվել, մենք թույլ չենք տալու։ Ծնողների համոզմամբ հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով են Ռուզաննա Դանելյանը եւ մանկապարտեզի նախկին տնտեսվարը 1 տարի առաջ դիմումներ գրել ու ազատվել աշխատանքից։ Մեկ օրվա մեջ 2 հատ դիմում է տվել, հետո 3 օր անց փոշմանել է, հետ է վերցրել, այսինքն այդ օրերի հետ կապված զուտ տեխնիկական վրիպակի արդյունքում նա կարողացել է իր ձեռքում, այսպես ասած, խաղաքարտ վերցնել եւ գնալ դիմել քաղաքացիական դատարան եւ 3 ատյաններում հաշվի առնելով որ իր աշխատանքային իրավունքն է խախտվել, վերականգնվել ու գալ ու դա ներկայացնել, որ իբր արդարությունը վերականգնել է։ Ծնողների բացահայտած չարաշահումները այդպես էլ իրավական գնահատական չեն ստացել։ Ռուզաննա Դանելյանն իր ազատման գործընթացի իրավաչափությունը հասցրել է վիճարկել քաղաքացիական դատարանում ու պատրաստվում է վերադառնալ աշխատանքի։ Եվ այսօրվա դրությամբ ստիպված չէին լինի ծնողները պրպտել, 1 տարի առաջվա վաղեմության նյութեր գտնել, որպեսզի կարողանան իրենց ջանքերով հասնել արդարադատության։ Նախկին տնօրենի վերադարձով մտահոգված ծնողներն ու աշխատակիցները ստորագրահավաք են կազմակերպել 220 ստորագրությամբ, պահանջում են փակել մանկապարտեզի դուռը նախկին տնօրենի առաջ։ Ծնողները վստահեցնում են, որ իրենց աչքերով են տեսել Ռուզաննա Դանելյանի հանցագործությունը։ Սոված գալիս էին դու մի անգամից ճաշ էին ուզում ուտեն, այդտեղից հասկանում են, որ երեխաները նախ ոչ որակով էին ճաշը մատուցվում, չէին ուտում, հրաժարվում էին, դրա համար էլ աղբամանի կողքներ հայտնվում այդ ճաշերը։ Եվ այդպես սկսվեց մեր հետաքննությունը։ Մանկապարտեզի ծնող կոմիտեի խորհրդի անդամ Շասմինա Սարգսյանի տեղեկություններով հափշտակված սննդամթերքը տնօրենը կուտակել է նկուղում։ Ծնողները հաճախ են նկատել, որ աշխատակիցները ճաշարանից ծանր տոպրակներով դուրս են գալիս ու նկուղի կողմ գնում։ Տոպրակի կանթերը կտրվում է ու ամբողջ տոպրակի պարունակությունը լցվում է գետնին ու իրանք շատ խառնված նայում են մեր դեպքին, որովհետև նկուղի կողմ էին գնում, նկուղի դռան մոտ էին ու սկսում են հավաքել, տոպրակից թափվում է կարագ, ջեմ, կարտոֆիլ, սոխ ու նման բաներ։ Հետո արդեն տեսել են ինչպես է մի մեքենա մանկապարտեզի բակ մտել ու նկուղից տարել սնունդը, հանցագործությունը ապացուցելու համար նկարել են իրենց բացահայտումները։ Դիմել են թաղապետարան, քաղաքապետարան, ասել են, որ ընթացք են տալու գործին, բայց անարդյունք։ Գոհացել են, երբ նոր տնօրեն է նշանակվել Լուսինե Հարությունյանը, երեխաները սկսել են տուն վերադառնալ բարձր տրամադրությամբ, կուշտ ու ապահով։ Մի այլ կարգի փոխվեց ամեն ինչ, այն որ մտնում ես դռնապանից մինչև սպասարկող անձնակազմը, բարեհամբույր։ Հիմա մտածել անգամ չեն ուզում նախկին տնօրենի վերադարձի մասին։ Երկուշաբթի դիմել են Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, նա ասել է հնարավոր չէ դատարանի որոշումը փոխել։ Եթե չպաշտպանվեն իրենց երեխաների իրավունքները, ապա 270 երեխա այլևս մանկապարտեզ չի հաճախի, պնդում են ծնողները։ Ընդհուպ մինչև երեխաներին մանկապարտեզ չեն բերելու, լինելու է գործադուլ, դա լինելու է ընդհանուր, մի երեխայի ապագայի հարց չի, սա ընդհանուր 270 երեխա, որոնց իրավունքները ոտնահարվում են, դա բացառվում է։ Հայլուրի զանգերը թաղապետարան անպատասխան մնացին, քաղաքապետարանը խոստացել է արձագանքել, սպասում ենք պարզաբանմանը։ Աննա Գյուլնազարյան, Նորայ Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։